Որոշել են, որ ամեն պարագայում Վարդան Ղուկասյանը չի լինելու քաղաքապետ, բուդկայի տնօրեն, որ բուդկա ունի փոքր, կրպակ ունի։ Դու իրան կարող ես համոզել, որ արի պայքարի։ Խոսել է ինձ հետ, շատ զգուշությամբ են սկսել խոսել։ Հարկային գիտեք ինչպիսի տերոր է հիմա իրականացվում։ Իրան ինչ են ասել, ինչպես են սպառնացել, ինչ խոստում են տվել, թե իրենց ծնողների ինչպիսի տներ են 70 տարեկանում նոր հետ գցում, հա։ Հաջորդ վարքյանին ես բանտում եմ լինելու։ Հայ ֆյուրեր վիճակն է։ Բարև ձեզ, դուք դիտում եք հարցեր կան հաղորդումը, այսօր հարցեր կան Հայաստան դաշինքի падգամավոր Աննա Գրիգորյանի։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Շնորհակալ եմ, որ այստեղ եք։ Սիրով։ Տիկին Գրիգորյան, ես ուզում եի հարցը սկսել ձևակերպմամբ, որ վերջին օրերն առանձնացան շոկային իրողություններով, բայց ակնհայտ է, որ վերջին տարիներն են շոկային իրողություններով լի։ Այդուհանդերձ, անկախ Հայաստանի պատմության մեջ երբևէ դեռ հոգևորականի մեղադրական վճիռ չէին ներկայացրել, այն էլ arczepiskopos-ի։ Ժամանակ առաջ Սամվել Կարապետյանի աջակցության հանրահավաքին երբ ելույթ ունեցաք, նշեցիք, որ դուք կանգնելու եք եկեղեցու թիկունքում, Սամվել Կարապետյանի թիկունքում դա անելու եք միասնաբար, բայց ակնհայտ է, որ ընդդիմությանը ցավոք չհաջողվեց այնպիսի ճնշում գործադրել իշխանության վրա, որ թե Սամվել Կարապետյանի հարցում, թե Միքայել Սրբազանի հարցում նահանջեն։ Ճիշտ հակառակը, իրենք չվարանեցին խիստ պատիժ ներկայացնել Միքայել Սրբազանին։ Հնարավոր չէ գոնե այս հարցում ռեսուրսները բոլոր մոբիլիզացնել եւ հաղթանակ ունենալ, կարևոր հաղթանակ, բարոյական հաղթանակ։ Դուք ճիշտ եք այն առումով, որ իսկապես աննախադեպ բան է տեղի ունեցել մեր կյանքում, առաջին քրիստոնյա ազգը, պետությունը, որ ամբողջ աշխարհին հենց այդ այցեքարտով է ներկայանում, այսօր նաև առաջինը եւ յուրահատուկ կերպով այսպես ներկայացավ ամբողջ աշխարհին, որ մենք արդեն arczepiskopos ենք դատապարտում 2 տարվա ազատազրկման միայն նրա համար, թե ինչ խոսք է հնչեցրել։ Մարդը հարցազրույցի համար, իր խոսքի համար դատապարտվում է եւ այո, դա աննախադեպ, իրենք սիրում են այդ բառը, չէ, աննախադեպ բացասական առումով երևույթ է մեր բոլորի կյանքում եւ ընդհանրապես ամբողջ աշխարհում։ Արդյոք հնարավոր էր սրանից խուսափել։ Ես տեսնում եմ, որ հիմա Նիկոլ Փաշինյանը գնալով ավելի ամրացնում է իր բռնապետական դիրքերը։ Եթե տարիներ առաջ կարելի էր ասել, որ Նիկոլ Փաշինյանի հիմնական հնարանը ժողովուրդն է, ապա հիմա ժողովրդին փոխարինելու է գալիս, որտեղ ժողովրդի սատարումն ակնհայտորեն չունի այն զանգվածով, ինչը որ կար 18-ին, հետո նաև 21-ին, հիմա ինքը գնում է միայն բացառապես ռեպրեսիաների ճանապարհով, սեփական աթոռը պահպանելու ճանապարհով։ Սա այն իրողությունն է, որ մենք ունենք, ցավոք սրտի նաև այո պետք է արձանագրեմ, որ նաև ընդդիմությունը, բայց այստեղ նաև միգուցե օբյեկտիվորեն չի կարողանում այնպիսի իրավիճակ ստեղծել, որ անհնար լինի օրինակ դատավոր Արմինե Մելիքսեթյանի համար նման որոշում կայացնել, բայց նրանցից յուրաքանչյուրի համար էլ ակնհայտ պետք է լինի, որ Նիկոլ Փաշինյանը ցմահ չի լինելու վարչապետ, ինքը փոխվելու է եւ փոխվելուց հետո Արմինե Մելիքսեթյանները հավաքական առումով, հա Արմեն Դանելյանները, իրենք կանգնելու են իրական արդարադատության առաջ։ Ես երբեմն նույնիսկ ասում եմ ԿՊԱ-ականներին, որ ես ձեզ չեմ ուզենա այնպիսի արդարադատություն, ինչպիսին իրականացվում է սրանց կողմից։ Ձեզ իսկական արդարադատություն է սպասվում իրական իրողությունների հիման վրա։ Բայց սա այն իրողությունները, որ մենք ունենք եւ ցավոք սրտի կարող եմ արձանագրել, որ գնալով միայն այս ռեպրեսիաները ավելանալու են եւ ես կարծում եմ այո, այդ նկատառումը կամ այդ ենթատեքստը ձեր հարցի տեղին էր, որ ընդդիմությունը պետք է ավելի համակարգված ինչ որ ճանապարհային քարտեզ ունենա կոնկրետ ռեպրեսիաների դեմ հանդիման կանգնելու համար, որտեղ ակնհայտ ընտրություններն ինչքան մոտենան, հա հասնելու ենք նրան եւ իմիջիալոց իրանք դա չեն էլ թաքցնում, բացեիված ասում են, որ կուսակցություններ չգրանցելուց, հա, մինչեւ առանձին անհատների չեզոքացում տեղի է ունենալու։ Հիմա ամենավառ դեպքերից մեկը նաեւ վերջին մի շաբաթվա ընթացքում Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի նկատմամբ տեղի ունեցողն է եւ իրենք շատ հստակ, ես գիտեմ, որ իրենց ֆրակցիայում քննարկվել եւ որոշել են, որ ամեն պարագայում Վարդան Ղուկասյանը չի լինելու քաղաքապետ, թե նրանք կկալանավորեն, թե ինչ որ օրենքի այսպես բան մեկնաբանություն
աջակցություն կտան, որի համաձայն ինքը դուրս կգա, համենայն դեպս իրենք այդ որոշումը կայացրել են, այդ կներեք բառիս համար դաբրոն ունեն, այդ աջակցությունն ունեն եվրոպական տարբեր կառույցներից եւ Մոլդովայի օրինակով նաեւ որոշակի ռեպրեսիոն մեխանիզմ օգտագործել են։ Տիկին Գրիգորյան, երբ նշեցիք, որ նաեւ օբյեկտիվ պատճառներով ընդդիմությանը չի հաջողվում քաղաքական բանտարկյալների պաշտպանությունը հավուր պատշաճ չի կազմակերպել։ Որոնք են այդ օբյեկտիվ պատճառները, որովհետև կարծեք անգամ լուրջ փորձեր չի նկատվում, որ նկատենք փորձը արվում է լուրջ ձևով, բայց արդյունք չի տալիս, որովհետև օբյեկտիվ պատճառները կան։ Հաստաբան Վարազդատ Հարությունյանն է այս հարցը հաճախ բարձրաձայնում, որ ընդդիմությունը քաղբանտարկյալների պաշտպանության միասնական օրակարգ չի կարողանում ձևակերպել։ Գոնե այս հարցում պիտի շահագրգիռ լինեիք, որովհետև սա մեսիջ կլիներ յուրաքանչյուր քաղաքացու, որ ձեզնից յուրաքանչյուրի հետևից ընդդիմությունը գալու է եւ պաշտպանելու է։ Հիմա հակառակ մեսիջն է։ Տեսեք, ընդդիմությունը, եթե նկատի ունենք օրինակ խորհրդարանական ընդդիմությունը եւ այն մարդիկ, ովքեր այնտեղ ներգրաված են, ես վստահ եմ, որ դուք տեսնում եք, որ մենք այդ աշխատանքն անում ենք։ Մենք բոլոր դատական նիստերին լինում ենք, մեր հայտարարություններով, ազգային ժողովում, հարց ու պատասխաններով, այսինքն այն ինչ մենք մեր լիազորությունների շրջանակներում կարող ենք անել, դա միանշանակ անում ենք։ Այնինչ դուք եք ասում, մի փոքր ավելի լայն ֆորմատ է, գործողություններ, տարբեր բնույթի եւ այլ ակցիաներ եւ այլն եւ այլն։ Այստեղ ես մի փոքր այս դիտարկումը կուզենամ անել, ցավոք ստեղծված ընդհանուր իրողություններն այնպիսին են, որ համատարած վախի մթնոլորտ է։ Ես մեծ ցավով եմ արձանագրում, չեմ մեղադրում որևէ մեկին, ով ենթադրենք մեր կոչը լսելով ասում է դե լավ, այսօր չգնանք հասկանանք մեր գլխին ինչ կարող է գալ, հա, բայց ամեն դեպքում ուզում եմ արձանագրել, որ այդ իրողությունը կա։ Մարդիկ այսպես կողքից նստած ասում են. Սամվել Կարապետյանը աշխարհի ամենահարուստ հայ մարդկանցից մեկը, եթե ոչ ամենահարուստն ու ազդեցիկը, այսօր ազգային անվտանգության ծառայությանը հայտնի KGB-ի պատվալում է նստած։ Նորից իր հայտարարության համար։ Այն էլ ինչ հայտարարություն էր եկեղեցու պաշտպանություն, իշխանության զավթման կոչ չկար, չնայած դրան են վերագրում։ Մարդը ուղղակի ասել է ես կպաշտպանեմ եկեղեցուն։ Դրա համար չեն նայել թե Սամվել Կարապետյանն ինչ է արել հայ ժողովրդի համար, Հայաստանի համար, ինչ ազդեցություն ունի, ընդհանրապես ինքը ով է։ Հասկանում եք, այդքանով հանդերձ իրեն տարել են ԱԱՑ պատվալ։ Հիմա ցանկացած բուդկայի տնօրեն, որ բուդկա ունի, փոքր կրպակ ունի, դու իրան կարող ես համոզել, որ արի պայքարի։ Իհարկե մարդիկ կան, ովքեր գաղափարապես իրենց կապ չունի, իրանք ինչ կկորցնեն, ինչ չեն կորցնի, այդպես կգան կանեն, ինչպես Սամվել Կարապետյանը, ինչպես Միքայել Սերբազյանը, ինչպես Բագրատ Սերբազյանը, մեր գործընկեր Արտուր Սարգսյանը։ Բայց եթե խոսքը վերաբերում է այնպիսի գործողությունների, որոնք մարդկային նաև կոնսոլիդացիա են ենթադրում, այդտեղ մի փոքր, այո, ես մտավախություն ունեմ, որ այդ վախի մթնոլորտը ազդեցություն ունենում է մարդկանց վրա եւ մեր գործողությունների այն հաշվարկը, որը պետք է ենթադրի շատ մեծ մարդկանց շրջանակի ներգրավվածություն, այդ օբյեկտիվ պատճառով երբեմն դժվարանում է կազմակերպելը։ Բայց այն, որ մենք անհատապես որպես ընդդիմադիրներ, մեր պարտքն է։ Երբեմն ինձ փողոցում տեսնում են, ասում են ապրեք, որ այս հարցը բարձրաձայնեցիք, ասում եմ, խնդրում եմ, մի ասեք, որտեվ ես դրանից ինձ վատ եմ զգում։ Սա ամենակիչն է, ինչ ես կարող եմ անել, ամենակիչն է, որ ես կարող եմ բարձրաձայնել, ամենակիչն են նամակները, որ ես գրում եմ նաև մեր քաղբանտարկյալների թեմաներով։ Ես բազմաթիվ հանդիպումներ եմ ունենում նաև միջազգային մեր տարբեր գործընկերների հետ, բոլոր այդ հարթություններում առաջին քննարկման թեմաներից մեկը մեր քաղբանտարկյալների թեման է։ Այսինքն, եթե ընդդիմություն ասելով մեր անհատական գործողությունները, նաև խմբակցության գործողությունները, ես ձեզ վստահեցնում եմ, հավուր պատշաճի եւ ամբողջական դա իրականացվում է եւ ազգային ժողովում եւ տարբեր հարթակներում, այդ թվում նաև միջազգային հարթակներում։ Ավելի լայն օրակարգի համար ես կարծում եմ իսկապես տարբեր գործոններ մի փոքր խանգարող հանգամանքներ են, բայց ոչ թե այստեղ փակում եմ թեման, ամենևին դրա իրավունքը ուղղակի չունեմ, այլ պետք է հասկանալ ինչպես անել այնպիսի գործողություններ, որոնք նաև հետագայում այդ մարդկանց համար որոշակի խնդիրներ չստեղծեն, որովհետև ես անկեղծ եմ ասում, էլի ես իմ շփման մակերեսը սովորաբար հենց քաղաքական շրջանակը չի, ավելի քաղաքական շրջանակից դուրս մարդիկ են, ու ես ցավով եմ արձանագրում այսօր, որ նույնիսկ այսպես նեղ շրջանակում խոսելը ինձ հետ շատ զգուշությամբ են սկսել խոսել։ Ես դա արձանագրում եմ, երբ որ մարդիկ շատ հանգիստ իրենց կարծիքը կարող են արտահայտել, հիմա մի քիչ վախեցած են դա անում։
Ես չգիտեմ դուք ձեր միջավայրում շփվելիս կամ այլ նոր մարդկանց հետ առնչվելիս դա նկատում եք թե չէ, բայց ես դա նկատում եմ։ Հարկային գիտեք ինչպիսի տերոր է հիմա իրականացվում։ Հարկային սարսափելի փոքր, միջին, մեծ բիզնեսների նկատմամբ հարկային խոշորագույն տերոր է իրականացվում։ Այս վերջերս ես Շիրակի մարզ էի գնացել, տարբեր հանդիպումներ եւ այլն։ Քաղաքներից մեկում չեմ ուզում հատուկ նշել, որ հետո այդ մարդկանց եւս մեկ անգամ թիրախավորման առիթ չտամ։ Քաղաքներից մեկով քայլում եմ ու գեղեցիկ գրադարան եմ տեսնում, մտածում եմ մտնել, տեսնեմ ընդհանրապես ոնց է իրավիճակը եւ այլն եւ այլն։ Դրանից հետո անմիջապես մտնում է տեղի անվտանգության ծառայության աշխատակիցները։ Հասկանում եք, որ ինչ են ուզում, այսինքն մարդկանց մոտ լրացուցիչ անհանգստության եւ վախի մթնոլորտ են սերմանում եւ սա չտեսնելը, սա չֆիքսելը որպես իրողություն, ես կարծում եմ ճիշտ չի լինի։ Համենայն դեպս պետք է ֆիքսել դա, բայց մտածել այնպիսի գործիքակազմերի ձևավորման եւ կիրառման մասին, որոնք իսկապես ազդեցություն կունենան։ Ցավոք սրտի, օրինակ Արմինե Մելիքսյանը, ով ես տեսա նաեւ որ 3 երեխաների մայր է, ես անկեղծ չգիտեմ, իրան ինչ են ասել, ինչպես են սպառնացել, ինչ խոստում են տվել։ Օրինակ Արմեն Դանիելյանի մասով ոնց որ հասկանալի էր, իր այդ սև գործերն անելուց հետո տեղափոխվել է այլ պաշտոնի։ Արմինե Մելիքսյան, քեզ ինչ են խոստացել։ Դու այդ բերի տակ մտել ես ինչի համար։ Պարզ է, չէ, որ ապագայում դու ես կանգնելու արդարադատության առաջ։ Դու հենց ինքը դու կանգնելու ես արդարադատության առաջ, որովհետև դու աննախադեպ բան ես արել ոչ միայն Միքայել Սերբազան անձի նկատմամբ, այլ մեր եկեղեցու եւ ընդհանրապես պետության համար։ Դե գուցե վստահ են, որ իշխանություն չի փոխվելու։ Այսինքն իշխանությունները ցմահեն, հաջորդ ընտրություններին եթե չի փոխվում իշխանությունը, ինչ խնդիր ունեն։ Որևէ իշխանություն հավերժ չէ, որևէ իշխանություն, աշխարհի 30-ին ուղղակի նման իշխանություն չկա, որ հավերժ լինի։ Իսկ նման գործողությունները, որոնք պատմական նշանակության որոշումներ են, իրանք չեն կարող մոռացության մատնվել, չհիշվել, այդ ամեն ինչին վերադարձ լինելու է։ Ու սա ոչ թե սպառնալիք է, ամենևին թող այդ մարդիկ սա որպես սպառնալիք չընկալեն, բայց բոլորը պետք է գիտակցեն, որ իրենց գործողությունները, եթե անօրինական են, իսկ այս դեպքում ակնհայտ է, որ անօրինական են եւ բացառապես քաղաքական ենթատեքստ ունեն, համապատասխան արձագանք ունենալու ապագայում։ Տիկին Գրիգորյան, տեսեք, դուք Նիկոլ Փաշինյանին դիմում եք, ասում եք Նիկոլ Փաշինյան, դուք խաղաղություն չեք բերում։ Այնինչ անում եք նախընտրական սովորական քարոզչություն է։ Լավ է անում։ Դա իր գործն է, անում է ոչ վատ։ Հիմա ինչ է անում ընդդիմությունը։ Դուք ասում եք Նիկոլ Փաշինյանը փորձում է լեգիտիմացնել Ալիևի պահանջները եւ ստեղծել պատրանք, որ այլընտրանք չկա։ Դա էլ է լավ անում, իր գործն է։ Իսկ հանդիմությունը հակառակը պիտի աներ, ամեն ինչ պիտի աներ ցույց տալու համար, որ կա այլընտրանք եւ այդ այլընտրանքի փաթեթավորումը այնպեսին պիտի լիներ, որ հասներ շարքային քաղաքացիներից որքան հնարավոր է շատ մարդու։ Նախ այո, երկու ուղղությամբ հիմնական աշխատանք պետք է տարվի, նախ բացահայտվի այս մարդկանց խաղաղության գործընթացի դատարկությունը, ու որ այստեղ որևէ խաղաղություն չկա, եւ այդ գործողությունները պետք է մանրամասն մեկնաբանվի, ես կարծում եմ այդ մասով մենք բավականին ծավալուն աշխատանք անում ենք, եւ մյուս հատվածը իհարկե առաջարկի, թե որն է իր կոնցեպտը։ Ամբողջ հարցն այն է, որ օրինակ եթե վերցնենք խաղաղության թեման, ինքը հասկանում եք, այդտեղ դիլեմա չկա։ Խաղաղությունը բոլորի համար է ընդունելի։ Այլ բան է, որ Նիկոլ Փաշինյանը փորձել է դա մոնոպոլիզացնել, ենթադրվում է, որ Նիկոլ Փաշինյանը, որ միայն կապվում է խաղաղության հետ, հա, ավելի լայն շրջանակներ հանրության, մտածում է, որ Նիկոլ Փաշինյանն է խաղաղություն բերողը։ Մինչդեռ ամենաշատ պատերազմն ու կորուստները հենց Նիկոլ Փաշինյանն է բերել։ Սա ուղղակի անհերքելի բան է։ Երբեմն փորձում են այդ մեր կորուստները եւ պատերազմը չկապել Նիկոլ Փաշինյան անձի եւ իր գործողությունների հետ, բայց ես էլ իմ գործընկերներն էլ առանց հոգնելու բացատրում ենք, որ միայն ու միայն հենց իր գործողությունների հետևանքով է եղել այն, ինչ եղել է 2020 թվականին եւ այդ դիտավորյալ պատերազմը, որ բերվել է Հայաստանի Հանրապետություն եւ մեր ժողովրդի գլխին, դա պետքա համապատասխան հետևանքներ ունենա։ Այսինքն այն մարդը, ով դա արել է, մեծ խաղաղություն ամեն դեպքում չի բերելու։ Հա ինքը կարա ամեն ինչ տա, վաղը Սյունիքն էլ տա, մյուսօրը մյուսն էլ տա, ժամանակավոր պատերազմական գործողություններ չլինեն, բայց դա խաղաղություն կոչվել ուղղակի չի կարող։ Այսինքն մի ուղղությամբ դու պետքա ցույց տաս,
ասես, որ այս մարդիկ հաստատ են մարդիկ չեն, որ մեզ խաղաղություն կբերեն եւ ինչ են անում այս ընթացքում պետք է բացատրել եւ մյուսն էլ թե ինչ հիմնական առաջարկներ ես դու ներկայացնում ժողովրդին։ Բնականաբար այդ առաջարկները ժամանակ առ ժամանակ ներկայացվում են, այդ զրույցը տարվում է ամենատարբեր հարթակներում, սկսած նրանից, որ խաղաղություն հնարավոր չի առանց մեր ռազմագերիների վերադարձի, դուք տեսեք ՄԱԿ-ի ամբիոն, հասնել ՄԱԿ-ի ամբիոն կամ հասնել Սպիտակ տուն, տարբեր հարցեր քննարկել ու նույնիսկ գերի բառը չկարողանալ արտասանել։ Հա, այնտեղ այս վերջերս Արման Եղոյանը ԿՊԱ-ական ֆրակցիայի ներկայացուցիչ ելույթ է ունենում, ասում է, դե այնտեղ բոլորը չեն ռազմագերի, տարբեր կատեգորիաների մեջ են։ Ճիշտ է, ընդհանուր ասել անազատության մեջ գտնվող անձիկ, ինչա իրանք բան էին արել, չգիտեմ, գույք էին վնասել, որ անազատության մեջ են գտնվում։ Չէ, մարդիկ ակնհայտ կոնկրետ հետապնդում են իրականացնում հայ մարդու նկատմամբ։ Էթնիկ պատկանելությունից ելնելով, այս մարդիկ հիմա խոշտանգվում են։ Դուք ոնց չեք կարողանում օգտագործել նույնիսկ գերի կամ ռազմագերի բառը, սա ուղղակի աբսուրդ է։ Այսինքն մեր այդ կոնցեպտը խաղաղության կոնցեպտի շրջանակներում մենք դա ուղղակի անհնար ենք պատկերացնում առանց ռազմագերիների վերադարձի, առանց մեր երկրի տարածքների դեօկուպացիայի կամ առնվազն ճանապարհային քարտեզի մշակման, ոչ թե այսպես օթային հայտարարություններ, որ մենք սահմանազատում կիրականացնենք, մի բան կանենք, մի բան կլինի տրամաբանությամբ, այլ չէ, կոնկրետ ֆիքսենք, պետքա ֆիքսվի քարտեզը, պետքա ֆիքսվի ժամանակաշրջան, որի ընթացքում պետքա տեղի ունենա հակառակ պարագայում, սա ուղղակի այսպես նվիրաբերում է այդ տարածքները համարեք ուղղակի Ադրբեջանն է, եթե չկա կոնկրետ պայմանավորվածություններ տարածքների դեօկուպացիայի մասով։ Չպետք է լինեն այնպիսի հայտարարություններ, որ մենք դեռևս ունենք տարածքներ, որ պատկանում են Ադրբեջանին, այդ ինչ տարածքների մասին է խոսքը։ Եթե խոսքը գնում է Տիգրանաշենի եւ Տավուշի գյուղերի մասին, դա իսկապես մեր ստրատեգիական նշանակության ճանապարհներն են, որը Նիկոլ Փաշինյանն ինքն ասում էր, որ չկա իրավական հիմք, որի հիման վրա պետքա այդ տարածքները համարվեն ադրբեջանական։ Հիմա ոչ այս կողմ, ոչ այն կողմ ասում է ձերն է, ձեզ ելնի։ Էդ էլ եք ուզում, էդ էլ կտն։ Հիմա այս ամեն ինչը բնականաբար մենք մանրամասն կբացատրենք եւ բացատրում ենք եւ դեռ կբացատրենք, այսինքն եթե ձեր հարցադրումն այն է, թե ժողովուրդը չի լսում, այո, ես կարծում եմ մենք իմ հարցադրումն է, որ փաթեթավորումը լավը չէ, դրա համար ժողովուրդը չի լսում։ Կարող եմ ինչ որտեղ համաձայնել, որ որովհետև գիտեք ինչն է խնդիրը, Նիկոլ Փաշինյանն ուղղակի այսպես ասում է, ձեզ խաղաղություն եմ բերել, ճանապարհները բացվում են, լավ է չէ հնչում, լավ է հնչում, բայց դրա հաջորդ երեսը որ նայում ես, այդ ինչ խաղաղությունն է, որ մեր տարածքները մերը չեն, որ դեռ տարածք պիտի տաս, որ միջանցք ես տալիս, որ մեր գերիներն այնտեղ են, հա, լայն շերտերի համար այդ առաջին նախադասությունը, դրանից հետո մարդիկ ոչինչ չեն ուզում լսել, որովհետև իսկապես ուզում են խաղաղություն, իսկապես հոգնել են պատերազմից, հոգնել են կռիվ տալուց եւ այլն, եւ դա օգտագործում է Նիկոլը։ Դե դուք իսկապես խաղաղություն առաջարկեք։ Դե իսկական խաղաղությունը, մեր այն կոնցեպտը, որ առաջարկում ենք, դա է իսկական խաղաղությունը։ Նիկոլի խաղաղությունը կապ չունի խաղաղության հետ։ Իսկ այդ ձեր առաջարկած ներողություն, ձեր առաջարկած իսկական խաղաղության ճանապարհը ինչով է։ Գուցե պատերազմով է։ Ոչ, պատերազմ չի կարող լինել, հասկանում եք, դա սուտ է, միֆ է, որ Նիկոլից հետո պատերազմ է լինել, որ եթե Նիկոլը չլինի պատերազմ է լինելու, Նիկոլի լինելով է պատերազմ, որտեվ Ալիևը բռնել է կոկորդից։ Հա, այսպես բռնել է, ոնց հասցնում, ինչ պահանջ դնում, ստանում է, եւ այդ պատերազմներն էլ այդ ամբողջ ընթացքում են եղել։ Հասկանում եք, որևէ քաղաքական ուժ այսօր Հայաստանում, որևէ քաղաքական գործիչ, քաղաքացի պարզապես չի կարող ասել, որ ինքը պատերազմով ինչ որ հարց է լուծել, որովհետև դուք պատկերացնում եք, չէ՞, նաև ցավոք սրտի տարիների ընթացքում այդ բանակը ընդհանրապես քանդվել է։ Վերականգնման այնպիսի աշխատանքներ չեն իրականացվել, որ գոնե դիմագրավելու հնարավորություն ստեղծվի։ Ես չեմ ասում, ազատագրվելու մեր տարածքները, դիմագրավելու հնարավորություն ստեղծի։ Ցավոք մենք այդ իրողությունների մեջ ենք, եւ ես չեմ կարող այդ իրողությունները չտեսնել։ Այո, որևէ մեկը չի խոսելու պատերազմից, դա ուղղակի անթույլատրելի օրակարգ կլինի։ Միևնույն ժամանակ այն խաղաղությունը, որ ինքն է առաջարկում, կապ չունի խաղաղության հետ։ Կրկնում եմ, եթե դու չես խոսել, սրա մասին այնքան շատ ենք խոսել, բայց ամեն դեպքում գերիների մասով դու գնաս հասնես Տրամպի ադմինիստրացիայի հետ պայմանագիր կնքես ու դու չասես ռազմագերիների հարց չբարձրացնես, դրան լուծում չտաս, այն պարագայում, երբ որ իսկապես ես կարծում եմ, որ Տրամպը այն մարդկանցից մեկն է, ով կկարողանար այդ հարցը լուծել։ Դուք տեսեք Ալիևը ինչ քծնանքով էր խոսում Տրամպի հետ, հա, ինչ շողոքորթություն եւ այլն։ Այդ համատեքստում Տրամպը իրեն էլ հայտարարում է քրիստոնեական արժեքների կրող եւ
այլն եւ այլն։ Իսկ նախատրամադրվածություն տեսնում ենք Թրամփի կողմից։ Ակնհայտորեն նախատրամադրվածություն կա ու եթե գիտեք տարբեր հարցերի ժամանակ այս մոտեցումը կա, այն մոտեցումը կա, մարդիկ շատ իրական Տրամպը որ խառնում է Ալբանիա, Արմենիա եւ այլն, հա ինքը կարող է շատ բանի մասին պատկերացում չունենա, բայց ինքը հասկանում է, որ եթե կոնֆլիկտն ավարտվում է, գնում են խաղաղության, գերի չպետք է լինի, որովհետեւ Իսրայելի գերիների մասին ինքը ամեն ելույթում է խոսում։ Ուկրաինայի գերիների մասին ինքը ամեն ելույթում է խոսում, երբ որ այդ հարցին են հղում կատարում։ Այսինքն ինքը հասկանում է, որ սա ունիվերսալ հարց է, հումանիտար հարց է։ Հետևաբար այս հումանիտար հարցը լուծել հնարավոր էր Տրամպի ադմինիստրացիայի հետ, ինչը ուղղակի չի արել։ Ես այստեղ մեկ ենթադրություն ունեմ, կարծում եմ չեմ սխալվի դա ասելիս, որ Նիկոլ Փաշինյանը ուղղակի չի ուզում այդ մարդկանց վերադարձը, հատկապես Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության մասով ինքը պարզապես չի ուզում, որպեսզի նրանք վերադառնան։ Որտեվ սպառնալիք են կալում։ Որոշակի սպառնալիք նաև Ռուբեն Վարդանյանի գործոնը, միգուցե կարծում է, որ նա քաղաքական գործոն կարող է դառնալ Հայաստանի Հանրապետությունում։ Մնացածի մասով միգուցե դեմ չէր լինի, այսպես ասենք, բայց որ համապատասխան աշխատանքն իրականացի, ակնհայտորեն դա էլ չկա։ Մնացածի մասով ես տեսնում եմ, որ ոչ մի ցանկություն չունի դա իրականացնելու։ Հիշում եք հայտնի Հովիկ Աղազարյանի պատմությունը, որ իրեն խմբակցությունից հեռացնելուց հետո ասում են, որ պետական գաղտնիք է հրապարակել եւ դա այդ պետական գաղտնիքն էլ ինչն էր, որ իրենց ֆրակցիայում զեկուցում էին, որ Ալիևը հարցում է, բայց ինչ Ռուբեն Վարդանյանին չես ուզում, հա, չես պահանջում։ Այսինքն միայն այդ նախադասությունը թույլ է տալիս գալ եզրակացության, որ ինքն իսկապես չի պահանջել Ալիևից Ռուբեն Վարդանյանի եւ մյուսների վերադարձի հարցը։ Տիկին Գրիգորյան, կարծում եմ հեգնանք կա այս ամենի մեջ այնքանով, որ փաստորեն Նիկոլ Փաշինյանը վախենում է անազատության մեջ գտնվող մարդկանցից առավել շատ, քան գետնի վրա գործող ընդդիմադիր գործիչներից։ Այստեղ հերթի հարցն է, անկեղծ եմ ասում, Էլի ջան։ Երբեմն մենք ասում ենք, որ դուք կալանավորում եք բոլոր այն մարդկանց, ովքեր ձեզ համար սպառնալիք են կամ քրեական գործեր եք հարուցում, երբեմն օրինակ պատտվում ինձ էլ են ասում, ուրեմն ասում են դու էլ բավարար չափով բան չես, ընդդիմադիր չես։ Ասում եմ միգուցե որ վարքյանին տեսնեք, որ ես ձեզ համար սպառնալիք եմ, հաջորդ վարքյանին ես բանտում եմ լինել, ուղղակի հերթ կա։ Պատկերացնում եք, չէ՞ որ հասկանալի է arczepiskopos, Սրբազան, Միքայել Սրբազան, Բագրատ Սրբազան, թիրախային այսպես աշխատում են, Սամվել Կարապետյան, մեծ հիմնական թիրախային խմբեր, տեսեք, օրինակ կա զոհվածի ծնողի նկատմամբ քրեական հետապնդում, Արցախցի падգամավորի նկատմամբ, կին Լիդիա Մանթաշյանի նկատմամբ քրեական հետապնդում, Ազգային ժողովի падգամավոր Արթուր Սարգսյանն է հիմա կալանավորում։ Հանրային բոլոր սեգմենտների ներկայացուցիչները ոսկերչական ճշգրտությամբ իրանք ընտրել են, բոլոր սեգմենտներից վերցրել են, այնտեղ բիզնեսմեններ եւ այլն, բնականաբար Սամվել Կարապետյան, նախագաների նկատմամբ քրեական հետապնդում եւ այլն։ Այսինքն սեգմենտավորված անում են, մերն են, երբ որ մենք ենք ասում, մենք ուղղակի հերթի մեջ ենք։ Հաշվի առնելով, որ ձեր ելույթներով բավական հաճախ նյարդայնացնում եք, կարծում ձեր հերթը հնարավոր է որ առաջ բերեն։ Հա, իմը երևի մի քիչ ավելի առաջ է, բայց ընդհանրապես հերթի հարց է, հասկանում եք, ցանկացած մեկը, որ իր համար որոշակի սպառնալիք է ներկայացնում, ինքը պետքա չեզոքացնի, ախր խաղադրույքը շատ մեծ է, սեղանին շատ մեծ բան է դրված։ Հասկանում եք, չէ՞, ինչի արել։ Եթե մեր ժողովրդի դեռ մի հատված կա, որ կարծում է, որ Նիկոլ Փաշինյանը խեղճ Նիկոլը ոչ մի բանում մեղավոր չի, ակնհայտ է, չէ՞, ինքը հասկանում է ինչ է արել։ Ու նույնիսկ աշխարհի երեսի երևի երկրորդն իր նման չկա, որ նման ինքնախոստովանական ցուցմունքներ գրի, ինչպես օգոստոսի 23-ի հայտնի իր ուղերձում է ասում, որ ես կարող եի ընտրել զիջումներով կարգավորման ճանապարհը եւ դա չեմ արել, որը անխուսափելիորեն հանգեցրել պատերազմի։ Այսինքն կարգավորում թե պատերազմ ընտրել է պատերազմի ճանապարհը, որը մեզ ամբողջությամբ թույլատրել։ Հենց դրանով հանդերձ Տիկին Գրիգորյան, ես շատ հաճախ մտածում եմ, որ այսպիսի իշխանությունը իրականում բառը գուցե տեղին չէ, հաշվի առնելով այն ողբերգությունները, ինչ իրենք բերել են, բայց այս որակի իշխանությունը պիտի նվեր լիներ ընդդիմության համար։ Բայց ճիշտ հակառակը իշխանությունը ասում է, որ դուք եք նվեր, այսպիսի ընդդիմությունն է նվեր իշխանության համար։ Նախ դա ուղղակի խոսույթ է, որ իրենք օգտագործում են, եթե մենք նվեր լինեինք իր համար, ինքը մեզ տենց հերթով չէր թիրախավորի, չէր ձերբակալի, իսկապես այն նյարդային պորտկումները, որ ինքը ունենում է նաև ժամանակ առ ժամանակ ազգային ժողովում, չէր լինի, եթե մենք իր համար ուղղակի տենց սովորական հերթական ընդդիմություն լինեինք։ Բայց որ հերթականը չլինեիք, Տիկին Գրիգորյան, սոցհարցումներում պատկերը մի քիչ կփոխվեր։
Չեմ ասում է շատ կփոխվեր, գոնե մի քիչ կփոխվեր։ Ես տեսնում եմ, որ կա մեր ժողովրդի զգալի հատված, որ որևէ այսպես ապատիկ վիճակում է։ Եկեք ընդունենք, որ ժողովուրդը մեր հիմա ապատիկ վիճակում է, չգիտի որն է ճիշտը, որն է սխալը, ինչ տեղի ունեցավ մեզ հետ։ Ուղղակի փակվել է իր մեջ, ու ես դա տեսնում եմ մարդկանց մեջ, որ իրենք փակվել են, չեն ուզում ոչ մեկի մասին լսել, չեն ուզում ոչինչ իմանալ, որովհետև եկեք սա էլ ընդունենք, էլի, որ 18 թվականին բազմաթիվ մարդիկ դուրս էին եկել փողոց լավ սպասումներով։ Հետո մարդիկ իրենց զգում են հիմա ներգրաված մի գործընթացի մեջ, որը հանգեցրել է այս ամեն ինչին։ Ես օրինակ բազմաթիվ անգամներ ասում եմ, ժողովուրդ, ես էլ եմ 18 թվականին մտածել, որ մենք ավելի լավ երկիր ենք ունենալու։ Բայց դուք մեղավոր չեք Նիկոլ Փաշինյանի կայացրած որոշումների համար, ինքն է որոշել, որ պետքա պատերազմի ճանապարհով գնանք, որ այսքան զիջումների ճանապարհով գնանք։ Հիմա այդ 18 թվականին մասնակցած մարդկանց զգալի մասը փակվել է, ասում են, լավ, մի անգամ գնացինք, մի անգամ մի բան արեցինք, հիմա տեսեք ինչ եղավ, էլ ոչ մի բանին չենք խառնվում, ոչինչ չենք ուզում անել։ Ես դա տեսնում եմ այդ փակվածությունը, ապաթիան, ինչ որտեղ մեղավորության զգացողությունը, որն ուղղակի անհիմն է։ Իսկապես այդ մարդիկ, սովորական Հայաստանի Հանրապետության քաղաքացիները մի վայրկյան անգամ չպետք է մտածեն, որ իրենք են մեղավոր այս ամեն ինչի համար։ Չնայած կան ընդդիմադիր որոշ շրջանակներ, որ նաև փորձում են ամբողջ մեղավորությունը ժողովրդի վրա դնել, բայց ժողովուրդը մեղավոր չի։ Ժողովուրդը հոգնել էր ստեղծված իրավիճակից, քաղաքական իրողությունից եւ ավելի ազատ, ավելի արդար, սոցիալական արդարության պայմաններ էր ուզում։ Իհարկե, որը չստացավ, ավելի վատ հիմա ռեպրեսիաների մեջ ենք, ավելի սոցիալական ոչ արդար վիճակի մեջ ենք եւ դրան էլ գումարած ամբողջ Արցախ ենք կորցրել եւ բազմաթիվ բաներ որ կորցրել ենք, հա, ել չեմ ասում հազարավոր տղաների կյանքը եւ այլն եւ այլն։ Ես տեսնում եմ այդ խնդիրը, որ մեր ժողովրդի զգալի մասը այսօր չի ուզում որևէ բանի խառնվել եւ մեր խնդիրն է այդ մարդկանց հետ այնքան պարզ խոսենք եւ եթե մենք հասնելու ենք ընտրության, ուղղակի իրենց ասենք, որ գնացեք եւ ձեր ձայնը տվեք, լավ, ինչ մեզ չեք հավանում, մեզ ձայն մի տվեք ցանկացած մեկին, ով կարող է ուղղակի թույլ չտալ, որպեսզի Նիկոլ Փաշինյանը վերարտադրի։ Տիկին Գրիգորյան, դուք հանրության հետ պարզ խոսելու մասին եք այդ հարցն եք կարևորում, տեսեք, այս իշխանությունը, երբ ընդդիմություն էր նրանցից շատերը, դրոշակ դարձրել էին թալանը։ Այս իշխանության օրոք արտաքին պարտքը կրկնակի ավելացավ։ Ընդհանրապես կոռուպցիայի դրսևորումների մասին դուք բավական հաճախ եք խոսում եւ այդ իմաստով իմ հարցը ձեզ ուղղելը մի քիչ անարդար կլինի, որովհետեւ դուք գոնե հասկացել եք, որ շատ կարևոր օրակարգ է եւ դրա մասին պարբերաբար պետք է խոսվի, հա, Անիֆի դեպքին եք անդրադառնում պարբերաբար, կոռուպցիոն դրսևորումների սխեմաների եւ այլն։ Բայց միայն դուք եւ առանձին վերցրած падգամավորներ ցավոք չեք կարողանա երբեմն խոսելով հարցը դարձնել օրակարգ, դարձնել դրոշակ, ինչպես որ ժամանակին արել են իրենք։ Այսինքն ինչն է խանգարում ընդդիմությանը, երբ որ մենք թվարկում ենք դաշտեր կան, որոնք բաց է թողել ընդդիմությունը, բայց շատ հանգիստ կարելի է այդ դաշտերը լրացնել եւ ունենալ արդյունք։ Ինչն է խանգարում, որ այդ մասին ոչ թե դուք առանձին, որոշ падգամավորներ առանձին անդրադառնան եւ հաճախ նաև թիրախավորվեն նաև այդ պատճառով, այլ ձևավորվի հստակ օրակարգ, երբ ընդդիմությունը այնքան կխոսի դրա մասին եւ այնքան մատնացույց կանի, որ շարքային քաղաքացու մոտ օբյեկտիվորեն կձևավորվի այդ ընկալումը, որ սրանք ավելի վատ են թալանում։ Դուք կարծում եմ տեղին դիտարկում եք անում կամ դիտողություն եք անում, այո, ես կարծում եմ սա այն օրակարգերից է, որ այսպես մասնակի է անդրադարձ կատարվում, ընդհակառակը շատ մեծ հնարավորություն կա այստեղ, այսինքն մենք ամենօրյա ռեժիմով տեսնում ենք, թե ԿՊ-ական իշխանության ներկայացուցիչները ինչ մեծ հաջողությունների են մեկ էլ հասնում, թե իրենց ծնողների ինչպիսի տներ են 70 տարեկանում նոր հետ գցում, հա, մարդիկ ովքեր որ Վարձով էին ապրում, հիմա չգիտես ինչ դղյակներում են ապրում եւ այլն։ Այսինքն այստեղ իհարկե մեծ օրակարգ կա իրականացնելու, ես տեսնում եմ, որ այո, մեր ջանքերն այստեղ բավարար չեն, դա պետք է կրկնապատկել, եռապատկել։ Օրինակ տեսեք, պետական պարտքի մասին ես էլ եմ հաճախ խոսում, ու երևի մի քանի անգամ եմ հենց այդ հարցը տվել, ո՞նց է ստացվել, որ միայն ձեր իշխանության օրոք գրեթե 8 միլիարդ դոլարով ավելանում է մեր պետական պարտքը, բայց ստրատեգիական նշանակությամբ ոչինչ չի կառուցվում։ Ոչ ատոմակայան եք կառուցել այդ ընթացքում, ոչ երկաթգիծ եք կառուցել, ոչ ստրատեգիական նշանակությամբ որևէ գործարան որևէ բան չի կառուցել։ Նույնիսկ 15 ջրամբար էին խոստանում, որ կառուցել են, գուշակեք քանիսն են կառուցել։ 0։
Չկա որևէ Հեշտ է հաշվարկը։ Շատ հեշտ է հաշվարկը։ Մի վեդի ջրամբար են կառուցել, այն էլ 17 թվականից սկսած կառուցվել է, իրանք դրա հետ կապ չունեն։ Իրանց օրոք էլ մի քանի անգամ ժամկետը հետաձգվել է, ի վերջո կարծես միջև վերջ էլ նույնիսկ ավարտին չի հասցվել։ Այսինքն իսկապես շատ բան կա անելու, եւ հեռավոր գյուղերում էլ երբ որ տեսնում են, որ ճանապարհ է գծված, ես պետք է ասեմ, որ դա ամենաշատ ազդող հանգամանքն է ի օգուտ էս իշխանություններին։ Պետք է դա ընդունել, որ հեռավոր գյուղերում ասում են, բա սովետից հետո մեր մոտ ճանապարհ չի կառուցել ու ճիշտ են ասում։ Իրենց մոտ ճանապարհ վերանորոգված է, ասֆալտ են տեսնում, ասում են գոնե Նիկոլը դա արեց։ Իրանք իհարկե չգիտեն, որ դա պետական պարտքով է արվում։ Շատ մեծ պետական պարտք ենք մեր կուտակել, որ նույնիսկ մեր թոռները, չգիտեմ, դա ոնց են փակելու։ Օրինակ ես Մասիվում եմ ապրում, այդ ճանապարհը տարին 2 անգամ նույն հատվածը քանդում են ամբողջությամբ, որ նորմալ ճանապարհ է։ Նորմալ, այսինքն ոչ փոսեր են, ոչ իրենք քանդում են, նոր ճանապարհ են գցում ու ակնհայտ է, որ այդտեղ փող են ուղակի աշխատում, այդտեղ փող են լվանում։ Բայց սա շատ շատերը իհարկե ճիշտ եք ասում, որ չեն նկատի, դրա համար պետք է հավաքական, այսպես համակարգված աշխատանք իրականացնել։ Այդտեղ ես, որովհետև դա մեր անձնապես գործունեությունն է, այդտեղ մարդկանց ներգրավելու խնդիր չկա։ Մեր գործունեությունն է, այստեղ ես այդ բացը տեսնում եմ եւ պետք է անպայման լրացնեմ։ Իդեպ ճանապարհի հետ կապված սա լավ օրինակ է ցույց տալու համար, թե իրենք ինչքան մեծ ցինիզմով են դա անում, Հրազդանի կիրճը մի քանի շաբաթը մեկ ասֆալտապատում են եւ եթե ուշադիր լինեն կամ կարող են ուշադիրել չլինել, կտորները, այդ կտրտված հատվածները նախորդ ասֆալտի երևում են, այսինքն ակնհայտ է, որ իրենք ժամանակ առաջ արել են ասֆալտ եւ այդ նույն ասֆալտը նորից կտրել, նորից լցրել են։ Այնքան անորակ են անում, այո։ Եթե անորակ են անում, դա էլ է մսխում, եթե չէ, դա էլ է մսխում, հա։ Եվ ցինիզմը, այսինքն իրենք ժամանակ էլ չեն շահում է, շատ կարճ ժամանակը մեկ նորից անում են, առանց մտածելով, որ մարդիկ նկատում են, որ սա տանում է փողերի վատման, մսխման, բայց իրենք որևէ խնդիր եւ վախ չունեն, որ դա կնկատվի եւ կբարձրաձայնվի։ Կամ ցինիզմի մեկ այլ դրսևորում, օրինակ ասում են, այսքան կիլոմետր ճանապարհ ենք կառուցել։ Նախ իրենք նոր ստրատեգիական որևէ ճանապարհ չեն կառուցել, բայց ցինիզմն ինչու՞մն է, որ օրինակ Գորիս-Կապան ճանապարհը հանձնել են, հետևաբար ստիպված են եղել այլ ճանապարհ կառուցել, որ կարողանան մարդիկ ուղակի երթևեկել, որովհետև Սյունիք գնալու այլ ճանապարհ չկա։ Իրանք Սիսիանով, հա, բանով, Տաթևով եւ այլն այդ նոր ճանապարհները կառուցել են ու հերոսաբար ներկայացնում են, որ մենք նոր ճանապարհներ ենք կառուցել, որովհետև հինը հանձնել ենք։ Դա էլ մի ներկայացրեք, իսեր Աստծո, որպես այսպես մեծագույն նվեր մեզ։ Կամ Կապան ճակատեն ճանապարհը հանձնել են, այդ մարդիկ ընդհանրապես որոշ ժամանակ մեկուսացման մեջ էին։ Կապան գալու համար, որը մի քանի րոպեվա ճանապարհ է, ստիպված Մեղրիով ժամ քանի րոպե գալիս հասնում էին Կապան, այսինքն բարձրանում էին Մեղրի, Քաջարան, նոր գալիս Կապան։ Հիմա տեղի համար էլ են ճանապարհ սարքել։ Կրկնում եմ, որովհետև նախորդը հանձնել են։ Դա էլ փորձում են ներկայացնել որպես մեծ ձեռքբերում։ Կամ հիշում եք, երբ իշխանության եկան բա հյուսիս-հարավ ճանապարհը։ Հյուսիս-հարավ ճանապարհը նախկիները խոստացել են չեն արել եւ այլն։ Այո, նախորդ իշխանությունն ասել է, որ պետք է կառուցի, չի կառուցել։ Դուք եկել եք նախ որևէ մեկը պատասխանատվություն չի կրել մինչև այսօր այդ նախորդ չկառուցած ճանապարհի համար, դուք եկել եք ուր է բացել ճանապարհները։ Դեպի Գյումրի գնացողը այն օրը մենք հաշվում էինք 80 կիլոմետր է ընդամենը կառուցված, այսինքն այս 8 տարվա մեջ տարին 10 կիլոմետր եք ընդամենը կառուցել ու դա ինչ մի հպարտանալու բան է։ Այո, ճանապարհը, բայց գիտեք ինչն է ամբողջ խնդիրը, որ այս իշխանությունների դափնին դարձել ուղղակի ասֆալտը, ճանապարհը, հասկանում եք, ու դա ուղղակի ողբերգություն է եւ այն ամեն ինչ որ իրանք արել են, հանձնել են, տվել են, դրա փոխարեն ինչ որտեղ մի փոքր ասֆալտ են անում, հետո դա նորից քանդում, նորից անում, այդտեղ փող են աշխատում մեջտեղ, հա, ու դա փորձում են ներկայացնել որպես իշխանության մեծագույն ձեռքբերում։ Որքան ընտրությունը մոտենա, կարծում եմ այնքան ավելի շատ կիլոմետրեր կասֆալտապատեն եւ այնքան ավելի շատ հանդիսավոր բացումներ կկազմակերպեն Տիկին Գրիգորյան։ Այո, հիմա հանձնարարություն է տրված համայնքի ղեկավարներին, որ մաքսիմալ արագ ու գումարը կապ չունի ինչքանը, մաքսիմալ արագ ինչ պետքա համատարած անել, որպեսզի, հա, այսպես կարողանան գոնե ժողովրդի մի փոքր այս մոլորության մեջ թողնել։ Այդ ամենը հասկանալի է, իրենք ունեն բավականին ընդլայնված ռեսուրսներ, վարչական ռեսուրս, փող, լծակներ կիրառելու ընտրություններին նորից վերարտադրվելու համար, Տիկին Գրիգորյան։ Ես կուզեմ հաղորդումը ամփոփել ձեր ելույթից նորից շեշտադրում անելով, քանի որ սկսեցի դրանով։ Դուք ասել եք, որ գործելու ենք միասնաբար, գործելու ենք սիրով, պարակտելու փոխարեն միավորելով։ Դուք օրինակ, երբ անդրադարձաք ընդդիմադիր համայնքապետի
ողբերգական սպանությունը, նշեցիք, որ Վալոդիա Գրիգորյանին չներեցին իր քաղաքական հաղթանակը։ Այսինքն, ընտրություններից առաջ մենք ունենք իրավիճակ, երբ բոլոր հնարավոր ազդեցիկ մարդկանց ճնշում են, անազատության մեջ են պահում, ոմանց հերթի մեջ են պահում, հա։ Ունենք իրավիճակ, երբ ամենաթողությունն է իրավապահ համակարգում եւ այդպիսի վատ մթնոլորտ է նաեւ գետնի վրա սպանությունների աննախադեպ աճ, այնպիսի իրավիճակ է, որ կարող են քաղաքական ընդդիմադիր համայնքապետի սպանել եւ դա որևէ լուրջ ցնցում չառաջացնի իրավապահ համակարգում։ Այս բոլորը թվարկելով մենք հասկանում ենք, որ դուք էլ դրանց անդրադարձաք, ռեպրեսիաները շարունակվելու են եւ այս ամենը մի փունջ է ձևավորելու, որը ստեղծում է պատկեր, որ ընդդիմությունը չի կարողանալու այս պատնեշը հաղթահարել, որովհետև փոքր հաղթանակներ, որտեղ կարող էր ընդդիմությունը ունենալ, չի ունեցել մինչև հիմա եւ դրա ցավոք հեռանկարն էլ չենք տեսնում։ Հիմա երբ դուք խոսում եք միասնական գործելու մասին եւ առանց պառակտումների գործելու մասին, այդ որ միասնականության մասին եք խոսում, որը որ դրսևորվեց իմպիչմենտի օրակարգում։ Նախ միասնականությունը ասելը պետքա ճիշտ հասկանալ։ Միասնականությունը ուղղակի արհեստական մեկտեղումը չէ։ Այսինքն միասնականություն ես չեմ ենթադրել, որ բոլորն իրար հետ նույն շարքում, նույն թիմում ներգրաված պետքա լինեն, դա չի միասնականությունը։ Այո, միասնականությունը առնվազն ընդդիմադիր դաշտում իրար չհարվածելն է, այնպիսի բաներ չանելն է, որ խնդրահարույց դառնան դիմացինի համար։ Ու ցավոք մենք ժամանակին էլ արձանագրել էինք, որ իմպիչմենտի գործընթացը հենց այդ տրամաբանությամբ էր գնում, որ չէր հարվածում Նիկոլ Փաշինյանին, այլ հիմնական սլաքներն ուղղվում էին մեր դեմ։ Բայց լավ, այդ արդեն կարծես թե նախորդ մի քանի ամիսների պատմություն է, բայց միասնաբար այո, պետք է քաղաքական դաշտը, ես տեսնում եմ նախանշաններ, անկեղծորեն պետք է ասեմ, նախանշաններ տեսնում եմ, որ քաղաքական տարբեր դերակատարներ մի մասը մի միավորում է կազմելու ու կրկնում եմ, սա ոչ թե պառակտվածության նշան է, այլ ուղղակի ավելի մարտավարական բնույթի քայլ է, թե ինչ տրամաբանությամբ գնալ, բայց ընդհանուր պետք է ձևավորվի միասնական այնպիսի մթնոլորտ, որ այդ դաշտը, ընդդիմադիր դաշտը որևէ կերպ չի համագործակցելու Նիկոլ Փաշինյանի հետ եւ որևէ կերպ չի թիրախավորելու, հա, ընդդիմադիր այլ սեգմենտներին։ Եվ ես կարծում եմ, որ իսկապես այսօր քաղաքականության մեջ լինելը մեր միջև հարցազրույց սկսելը մենք նաև մի փոքր զրույց ունեցանք այդ մասով, իսկապես քաղաքականության մեջ գտնվելը, ընդդիմադիր լինելը դարձել է մարդու կյանքին, նաև անձնական կյանքի ուղիղ սպառնալիք, որտեղ դու կամ անազատության մեջ ես գտնում, այսպես բաներով է, գրադացիայով է, կամ ուղիղ թիրախավորվում ես, քո ընտանիքի անդամներն են թիրախավորում, կամ դու ազատազրկվում ես, կամ ի վերջո կարող ես սպանվել։ Այսինքն իսկապես հեշտ չէ այսօր ընդդիմադիր դաշտում աշխատող մարդկանց համար։ Ես չեմ ասում, որ մեղմեմ, հա, ինչ որ վերաբերմունքը մեր նկատմամբ ամենևին, ընդհակառակը պետքա պահանջել ընդդիմությունից, պետքա շատ հստակ ակնկալիքներ ձևավորել ընդդիմադիր դաշտից, բայց կրկնում եմ, կան որոշակի խմբեր, որոնք կձևավորվեն, ես կարծում եմ, տեսեք, հիմա օրինակ եթե մենք գնանք ընտրության, ակնհայտ է, որ լինելու են ոչ թե համագործակցություն է լինելու մյուսների հետ, այլ մենք հասկանում ենք, օրինակ մենք գիտակցում ենք, որ մի ուժ չի կարող վերցնել իշխանություն, դա ակնհայտ է, եւ հետեւաբար նույնիսկ մեր շահերից է բխում, որ մյուս ընդդիմադիր ուժերը լինեն ուժեղ, մյուս ընդդիմադիր ուժերը լինեն այնպիսի դիրքավորմամբ, որ հնարավոր լինի հետընտրական որոշակի կոալիցիաներ կազմել։ Այսինքն խնդիրը միասնականություն ասելը դա նկատի ունենք, ոչ թե արհեստական մեկ տեղում, մեկ ցանկի կամ մեկ շարքի վրա կանգնել, ուղղակի նկատի ունենք այ խաղի այնպիսի կանոններ, որոնք ուղիղ կհարվածեն Նիկոլ Փաշինյանի եւ չեն ստեղծի այսպես վատ մթնոլորտ ընդդիմադիր դաշտում։ Արձագանքեմ դրան վատ մթնոլորտին, երբ ասացիք իմպիչմենտն էլ կարծեք նրա համար էր, որ ձեզ խփեին, հա, այդ բառը օգտագործեցիք, կարող եք շատ ավելի շուտ միանալ այդ օրակարգին եւ ուղղակի զրկել մյուս ուժին ձեզ խփելու հնարավորությունից։ Դե մենք սրա մասին շատ ենք խոսել, եթե հիմա նպատակահարմար եք գտնում խոսել, հա, շատ կարճ անդրադառնանք, որ իսկապես մենք չենք տեսնում այս հատկապես այս ռեպրեսիաների մթնոլորտում, ես չեմ տեսնում, իսկապես ես չեմ տեսնում։ Հաճախ ասում են, այ դու ոնց էր իմ քայլի պատգամավորերի դուրս եկա։ Ասում նախ մի տեսակ ես ինքս էլ վիրավորում եմ, որ ինձ համեմատում են, որովհետև այն մարդիկ, ովքեր Արցախի կորուստը մարսեցին ու մի հատ աչք չթարթեցին համեմատել ինձ հետ, մի փոքր անարդար եմ համարում, բայց ես հիմա էլ տեսնում եմ, չէ, որ այդ մարդիկ ուղղակի ֆյուրերը ինչ ասի, հայ ֆյուրեր վիճակն է։
Այդ մարդիկ ուղղակի օբյեկտիվորեն ես իրանց մեջ չեմ տեսնում այնպիսի անհատականություններ, որոնք գաղափարական սկզբունքայնություն կդրսևորեն, չկա դա պարզապես։ Այն գլխից ասում ենք մենք չենք տեսնում այդ օրակարգը։ Եթե դուք տեսնում եք, որ ԿՊ-ից մարդ է միանալ, որովհետև առանց ԿՊ-ի միանալի այդ օրակարգը տապալման գնացող օրակարգ է, հա։ Մեզ այս վերջերս հայտարարեցին, որ ԿՊ-ականներ կան, ովքեր կկարողանան կմիանան, դե եթե նման պնդում կա, մեր գործընկերներն են։ Իհարկե մեզ չեն ասել թե ովքեր են այդ մարդիկ, բայց եթե նման պնդում են անում մեր գործընկերները, ամս չվստահելու առիթ չեմ տեսնում, հետեւաբար այդ ժամանակ ասացինք, եթե միայն դա է խանգարում, որ այնտեղ դրված չի մեր ստորագրություն, չնայած քաղաքական հայտարարություն եղել է, որ մեր ստորագրությունները կան։ Ու իմջած այդ ստորագրությունները մենակ մի բանի համար են, որ գործընթացը մեկնարկելիս մուտք արվի։ Միջև մուտք չես անում, այդ ստորագրությունները անիմաստ բաներ են, հա։ Օրինակ մեր խմբակցության այդ ընթացքում մի падգամավոր դուրս եկավ, մեկը ազատազրկվեց, այսինքն անընդհատ փոփոխության ենթարկվելու թուղթ է դա դառնալու, հա։ Ամեն դեպքում դա էր ամբողջ ենթատեքստը, դե հիմա տեսնենք ինչ կստացվի, այսինքն եթե իրենք պնդում են, որ կան ԿՊ-ականներ, ովքեր կմիանան, մենք անհամբեր սպասում ենք դրան, բայց մենք ոչ թե պետքա մտածեինք տանք, որպեսզի չթիրախավորվենք, ամբողջ հարցը հենց դա էր, որ մենք մեր գործընկերներին ասում ենք, կա օրակարգի շարունակություն, դուք տեսնում եք, թե դա ինչպես է հանգուցալուծվելու, ոնց ենք արդյունքի հասնելու, եթե process-ի համար է դա մի բան է, եթե process-ն արդյունքի համար է դա այլ բան է։ Իրենք պնդում են, որ process-ն արդյունքի համար էր, մենք դա չէինք տեսնում, եւ դրա համար ասում ենք, կա քաղաքական որոշում միանալու, երբ որ դուք մեկնարկը տաք, այսինքն մուտք անեք, մեր ստորագրություններն այդ ժամանակ կլինեն։ Այդ փուլում մենք հասկացանք, որ իսկապես ավելի շատ թիրախավորումը մեզ վրա էր գնում, բայց ամեն դեպքում դա էլ թողնենք անցալու, որովհետեւ այս փուլում կարծես թե այլ իրենք համենայն դեպս հավաստիացնում են, որ այլ փուլ ենք տեղափոխվել, տեսնենք այստեղ ինչ է լինելու։ Բայց ես իսկապես վստահ եմ, որ եթե մենք համակարգված աշխատանք տանենք ժողովրդի հետ, ոչ թե անհատապես, ոչ թե միմյանց վրա ցեղ շպրտելով, ոչ թե ասենք, այս մեկը լինի, այն մյուսը չլինի եւ այլն, համակարգված ժողովրդի հետ աշխատանք տանենք։ Այսօր ընդդիմությունը այն ընդդիմությունն է, որ տարբեր աշխարհակաղակական կենտրոնից այդպիսի աջակցություն չունի։ Նիկոլ Փաշինյանն իսկապես աջակցություն ունի դրսից, ունի քարտ բլանշ իրականացնելու ցանկացած ռեպրեսիա Հայաստանի Հանրապետությունում, նույնիսկ այդ հիմքը ստեղծում է ԵԽԽՎ իր ելույթներում, իր падգամավորները տարբեր միջազգային հարթակներում գնում են այդ օրակարգով, որ Հայաստանի Հանրապետությունում կան ուժեր, որոնք իբր դրսից են ֆինանսավորում կամ եթե նույնիսկ դրսից չեն ֆինանսավորում, դրսի օրակարգեր են սպասարկում, գրեթե ստեղծում են հող, ինչպես եւ Մոլդովայում էր, որպիսի կասեցնեն որոշակի մարդկանց անհատների եւ նաեւ ուժերի ու շարժումների ներգրավումը քաղաքական process-ներին։ Այսինքն մենք տեսնում ենք այդ ռեպրեսիոն ալիքը։ Հետևաբար մեր միակ հենարանը այդ ժողովուրդն է, հասարակ ժողովուրդն է, որն այսօր վախենում է խոսել, որն այսօր վախենում է հարկային տերորից, որ հիմա համատարած իրականացում է, որ այո, այսօր վախենում է բանտարկվելուց, ու ես իրեն չեմ մեղադրում, որովհետեւ եթե արքեպիսկոպոսին կարող են հայտարարության համար կալանավորել, բոլորին էլ կարող են, հա, կալանավորել։ Ես իրենց ընդհանրապես իրավունք էլ չունեմ մեղադրելու, բայց այդ մարդկանց հետ աշխատանք պետքա տանել։ Թող իրենք, եթե հիմա պետքա թող լռեն, բայց ի վերջո, երբ պետքա լինելու վերջնական որոշում կայացնելը, ընտրություն լինի թե այլ գործընթաց, իրենք իրենց ներկայությամբ առնվազն փաստեն, որ իրենք համաձայն չեն տարվող քաղաքականության, որ այլևս չեն ուզում Նիկոլ Փաշինյանի երրորդ ժամկետի վերընտրվում։ Իմջայից էս էլ է կարևոր, էս երրորդ ժամկետը։ Հա, պետքա թույլ չտալ, որ այս մարդը ուղղակի երրորդ ժամկետով մեզ տանի տրիգեր պետք է որ լիներ։ Հա, որտեղ 18-ին իսկապես դա էր տրիգերը։ Պետք է օբյեկտիվորեն ընդունել 18-ին դա էր տրիգերը, եւ ես կարծում եմ, որ 26-ի այդ տրիգերներից մեկը պետքա դա լինի, թույլ չտալ Նիկոլ Փաշինյանին թաղել երրորդ հանրապետությունը եւ ստեղծել անգաղափար, միայն ստամոքսային եւ բռնապետական ռեժիմով հանրապետություն։ Տիկին Գրիգորյան, շնորհակալություն։ Ես իմ շատ հարցազրույցներում ցավոք նկատել եմ, որ շատ հաճախ ընդդիմադիր գործիչներին շատ ավելի հեշտ է պատասխանել հարցերի, որոնք վերաբերում են Նիկոլ Փաշինյանին։ Այլ կերպ ասած, երբ սլաքները պետք է ուղղել դեպի Նիկոլ Փաշինյանը, եւ շատ ավելի դժվար է պատասխանել հարցերի, որոնք վերաբերում են ընդդիմությանը, այլ կերպ ասած, երբ սլաքները պետք է ուղղել դեպի ներս։ Ես ուրախ եմ, որ դուք կարողացաք այդ հարցերին պատասխանել։ Շնորհակալ եմ։ Գիտեք, իրականում այո, ընդդիմությունը ոչ թե խնդիր ունի չտեսնելու սեփական սխալները, բնականաբար չեք պատկերացնում մենք ինչքան ինքնակնդատաբար ենք մեզ վերաբերում։ Հա, մեր գործողությունների, մեր օրակարգերի մասով մենք խնդիր չունենք ինքնահայացման, ասել, որ այստեղ սխալ ենք անում, ընդհակառակը միայն դա է ճանապարհը առաջ գնալու։ Իհարկե բաներ կան, որոնք հրապարակային, այսպես բոլոր
ենթաշերտերով բացելը միգուցե այդքան էլ ճիշտ չի կամ տեղին չի, բայց այն, որ մենք մեր ներսում մշտապես այդ քննարկումների մեջ ենք, ավելի ճիշտ բանաձևեր ընտրելու ճանապարհով են գնում, ես ուզում եմ ձեզ վստահեցնել եւ մեզ լսող մարդկանց էլ վստահեցնել, որ ընդդիմությունը այսպես կարծրացած չի մտածում, որ ինքը ինչ անում, մի բան էլ ավել անում, բացարձակ այդպես չի։ Մենք մշտապես ինքնահայացման ճանապարհով ենք գնում, ինչ անենք, որ ավելի արդյունավետ լինի, ինչ անենք, որ ամենավերջին գյուղում ապրող բնակիչն էլ լսի քո ձայնը, քո առաջարկը, քո դիտարկումները, այդ ճանապարհով հաստատ գնում ենք։ Շնորհակալություն։ Ես էլ եմ շնորհակալ։